Արագած հովիտ տաղ ռազմավարական ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական ուղղության զարգացման նպատակով Լիտվա-Շիրակ ծրագրի շրջանակներում մենք նոր կյանք գյուղում իրականացրեցինք լանդշաֆտ դիզայն, որի ընթացքում հասկացանք, որ լավագույն ուղղություններից մեկը մեր գյուղի զարգացման դա ջերմոցային տնտեսությունների հիմնումն է։ Հենց այդ ուղղությունը վերցնելով, արագած հովիտ տաղ ռազմավարական ուղղությանը հավատարիմ մնալով սկսեցինք աշխատել համագյուղացիների հետ, որպեսզի կարողանանք գյուղում հիմնել նոր ջերմոցային տնտեսություններ։ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորող ծրագրերից մեկը Արմեն Տեփանյանին պատկանող ջերմոցային տնտեսությունն է։ Բիզնեսմենը հնարավորություն է ունեցել իր ունեցած 300 քառակուսի ջերմոցային տնտեսությունը դարձնել մինչև 1200 քառակուսի ջերմոցային տնտեսություն, որտեղ մշակում է մի շարք բանջարաբոստանային մշակաբույսեր, այդ թվում վարունգ, լոլիկ, լոբի եւ որ ամենակարևորն է մարզի համառնորություն բուլղարական պղպեղ։ Արագած հովիտ տաղ նոր կյանք բնակավայրի մեկ այլ շահառու է Նվեր Տոնոյանը, ով հիմնել է ջերմոցային տնտեսություն, որտեղ մշակում է մի քանի տեսակի ծաղիկներ։ Ջերմոցային տնտեսությունը հիմնվել է դեռևս 2024 թվականին։ Մինչև այդ տնտեսությունը ունեցել է սեփական ծաղկի ջերմոցը, որը կազմել է շուրջ 300 քառակուսի։ Ներկայումս ջերմոցային տնտեսությունը շուրջ 1100 քառակուսի է, որտեղ մշակում են 5 անուն ծաղկետեսակներ։ Ամեն օր ես այս ջերմոցի մեջ նոր չմտնեմ, հիմար այդ օրը օր չէ։ Մեզ ամեն ինչով աջակցել են այս մեծ ջերմոցը նորից կառուցել ենք։ Մենք ունեցել ենք փոքրիկ ջերմոց, ուզեցել ենք որ էլի ունենանք, իրանք աջակցել են, մենք մեծացրել ենք ու շատ գոհ ենք։ Այս, ինչպես նաև մի շարք այլ նախաձեռնություններ հնարավոր է եղել իրականություն դարձնել Լիտվա-Շիրակ ծրագրի շրջանակներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը։ Վարչապետը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար։ Նախ ուզում եմ գվարդիայի ծառայողներին շնորհակալություն հայտնել մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար, որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներ եւ մեր խոնարհումը բոլոր այն ծառայողներին ոստիկանության զորքերի ովքեր ընկել են հանուն հայրենիքի։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում եւ սա կարեւոր շեշտադրում է, այսինքն մենք ոչ թե ոստիկանության զորքերը վերափոխում ենք ոստիկանության գվարդիայի, այլ մենք այսօր ստեղծում ենք ոստիկանության գվարդիա, իհարկե անցած ճանապարհը եւ պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում եւ մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար եւ իհարկե կարեւոր մի փուլ է ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար եւ ուզում եմ ընդգծել սակայն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումները ամփոփելու եւ ավարտելու մասին բոլոր մտածումները եւ պատկերացումները անպատեհ են, որովհետեւ բարեփոխում մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետեւ այն պահին, երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխում ավարտել ենք, այդ նշանակում է սկսել ենք հետընթացը։ Չի լինում այդպիսի մի իրավիճակ եւ պետական ինստիտուտները, պետությունը ընդհանրապես, եթե կուզեք նույնիսկ մարդը կանգի իրավիճակ չի ունենում։ Նա կամ բարելավում է,
կամ առաջընթաց է գրանցում, կամ զարգացում է գրանցում, կամ հետընթաց է գրանցում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ ես ուզում եմ, որ մենք այս տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ սկսենք ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը, որովհետեւ նախկինում այդ ընկալումը մեզ մոտ էլ ա եղել, որ բարեփոխումը արեցինք, ենթադրում ենք, որ այսինչ օրը, այսինչ թվի, այսինչ օրը բարեփոխումը կավարտենք, եւ երբ որ գալիս է նախանշված թվի նախանշված օրը, մենք հասկանում ենք, որ եթե բարեփոխումը ավարտենք, անխուսափելիորեն կսկսվի հետընթացը։ Եվ հետեւաբար բարեփոխումը անընդհատ process է, այլ բան, որ ժամանակ առ ժամանակ իհարկե պետք է կանգ առնել, նայել, ամփոփել արվածը եւ պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները, որովհետև էս էլ է շատ կարևոր։ Իհարկե ռազմավարությունը նրա համար է, որ մենք շարունակաբար իմանանք, թե որ ճանապարհով են գնում, բայց այդ ռազմավարության մեջ կան եւ բարեփոխման բովանդակության եւ ծառայության մեջ կան բազմաթիվ նրբություններ, սկսած կոնկրետ կյանքում ապրված փորձից, որովհետև ծրագիր ուրիշ բան է, թղթի վրա գրած որոշում ուրիշ բան է, իսկ կյանքը այնուամենայնիվ ցանկացած որոշման մեջ բերում է իր լրացումները անխուսափելիորեն։ Եվրանեստի երրորդյա աշխատանքները խորհրդարանում նախ մեկնարկում են մեր երկրում հավատարմագրված դեսպանների հանդիպմամբ, ապալիագումար նստաշրջանին ընդառաջ տեղի են ունենում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը։ Աշխատանքներին մասնակցում են նաեւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ 4 հանձնաժողովներում հայ եւ եվրոպացի գործընկերները քննարկեցին մեր երկրի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը, տարածաշրջանի ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությանը, էներգետիկ անվտանգությանը, արևային կայանների զարգացմանը, Եվրամիություն Հարավային Կովկաս տնտեսական համագործակցությանը, տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացմանը, գիտական տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր։ Հենց այս շեշտադրումներով էլ մեկնարկում է 12-րդ լիագումար նստաշրջանը։ Երևանյան նիստի պաշտոնական մեկնարկը տրվում է ազգային ժողովի նախագահի ելույթով։ Սա կարևոր հարթակ է Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման տեսանկյունից բացման խոսքում շեշտեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց, որ Եվրամիության հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Ներկայացնելով մեր երկրի ստանձնած ուղին, խորհրդարանի ղեկավարը նշեց. Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման եւ բարեփոխումների ճանապարհը եւ հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին։ Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում։ Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության շրջանակում Ալեն Սիմոնյանը խոսեց արագ տեմպերով ընթացող վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ու հիշեցրեց, որ Հայաստանը հանձնառու է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը Ալեն Սիմոնյանի համոզմամբ կնպաստի նաեւ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգ փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն, այդ համատեքստում ընդգծեց Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը։ Ազգային ժողովի նախագահն արձանագրեց հռչակագրի ընդունումը եւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած այս իրողությանը շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր, դիմելով Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին ընդգծեց Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ռազմագերիների հարցը դերևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց
ճակատագրի պարզաբանումը։ Անդրադառնալով Վաշինգտոնյան հանդիպմանը մեր երկրի խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, ապահովելով միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու իրականացումը։ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը, հավելեց ազգային ժողովի նախագահը։ Հայաստանն այսօր միջազգային ընկալումներում ունի հուսալի գործընկերոջ դիմագիծ ու պատահական չէ, որ 2026-ին մեր երկրում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Միջազգային հեղինակավոր միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար արդեն սկսված են նախապատրաստական աշխատանքները։ Երկրի ներքին քաղաքական կյանքի համատեքստում էլ կարևորների շարքում ազգային ժողովի նախագահն առանձնացնում է նաև հաջորդ տարվա հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները։ Նշենք, որ մեր երկիրը 2011-ից Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի անդամ է ու կառույցի Գումար նստաշրջանն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երևանում։ Առաջինը կայացել էր 2015-ին։ Վեհաժողովականների հիշողություններում դեռ թարմ է հայկական հյուրընկալությունը։ Այս պատմական քաղաքում Երևանում պատիվ ունեմ խոսել Եվրոպական խորհրդարանի նախագահի անունից։ Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի ազգային ժողովի նախագահին ու խորհրդարանականներին ջերմ հյուրընկալության եւ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Պարոն նախագահ, ձեր հանձնառությունը վկայությունն է առ այն, որ դուք կարևորում եք եվրոպական երկխոսությունն ու համագործակցությունը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովն ավելին է, քան երկխոսության հարթակը, այն մեր հավաքական, քաղաքական կամքի օրինակն է, հավելում է Յունուս Օմարժեն ու փաստում, որ այս հարթակի միջոցով Եվրամիությունն ու գործընկերները Արևելյան Եվրոպայում կարող են ստեղծել խաղաղության, ժողովրդավարության, բարգավաճման եւ մարդու իրավունքների սկզբունքների հարգման վրա կառուցված խաղաղություն։ Այս համատեքստում եվրոպացի պաշտոնյան անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Օմարժեն հայաստանյան ամբիոնից պատմական որակեց վերջերս մեր երկրի խորհրդարանի ընդունած Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրենքը։ Սա խորհրդանշական ժեստ չէ, սա ռազմավարական ընտրություն է, եվրոպական ժողովրդավարական ընտանիքի միանալու տեսանկյունից։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Իլերումն վերենշվածին ընդգծում է, խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին, եթե որոշվի պաշտոնապես ներկայացնել թեկնածություն Եվրամիությանն անդամակցելու համար։ Վերջին ժամանակահատվածում մեր երկրի եւ Եվրամիության միջև հաստատված է բազմոլորտ համագործակցություն, ինչը շատ կարեւոր է երկուստեք գործընկերային նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից։ Մեր երկիրը եվրոպական կառույցներում այսօր այլ դեմք ունի եւ հայ գործընկերների հետ փոխգործակցությունն ունի նոր մակարդակ։ Շատ խոսվեց նաև արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարության վիճակի մասին եւ ես պետք է շեշտեմ, որ Հայաստանի մասին դրական արձագանքները շատ էին, այսինքն մենք պատկերացնում ենք, որ այսքան մեծ թվով հյուրեր կգային Երևանում, եթե մեր ժողովրդավարության մակարդակը բարձր չէր լինի։ Economist Intelligent Unity-ի տվյալներով Հայաստանը բարելավել է իր դիրքը ժողովրդավարության ինդեքսում 165 պետությունների շարքում անցնող 7 տարվա ընթացքում 111-րդ տեղից բարձրանալով 82-րդ տեղը, ինչը նշանակում է 29 հորիզոնականով առաջընթաց։ Կարծում եմ, սա այն առաջընթացն է, որով մենք պետք է հպարտանանք։ Պատգամավորը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց նաև մեր երկրում մամուլի ազատության վիճակն ու մատնանշեց միջազգային կազմակերպության կողմից այդ մասով մեզ տրված գնահատականը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալներով Հայաստանը մամուլի ազատության մակարդակով 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Իդեպ, այս ցուցանիշով Հայաստանը առաջ է ԻՄ 9 անդամ երկրներից։ Համեմատության համար ասեմ, որ 2017 թվականին, երբ իշխանության էին ներկա անդիմադիրները, Հայաստանը այս ցուցանիշով գտնվում էր 79-րդ տեղում։ Երևանյան նիստում որոշվեց կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանին խորհրդարանական վեհաժողովում վստահել համանախագահի պաշտոնը։ Our session in Yerevan, where our colleague, head of Armenian delegation, will assume this position. So congratulations, Maria. Եվրանես խորհրդարանական վեհաժողովի համանախագահները նախկինում եղել են միշտ կամ Ուկրաինայից, կամ Մոլդովայից, կամ Վրաստանից։ Եվ ես ցանկացա, որպեսզի Հայաստանը եւս ունենա այդ հնարավորությունը, դա մոտ 4 տարի առաջ էր, եւ ահա 4 տարի անց վերջապես
Կարելի ասել մենք հասանք մեր նպատակին եւ Հայաստանը դարձավ Եվրանես խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Արևելյան գործընկերության կողմից եւ քանի որ ես եմ պատվիրակության ղեկավարը, այդ պաշտոնը ես ստանձնեցի։ Եվրանես խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանն ավարտվեց այն արձանագրմամբ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության տեսանկյունից ասելիք ունեցող երկիր է։ Նշենք, որ հաջորդ 13-րդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա 2026-ին Բրյուսելում։ Կիևն արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով Ստամբուլյան բանակցային ձևաչափը վերսկսելու պայմաններ կան եւ Ռուսաստանը բաց է Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունները շարունակելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ մեղադրել է ուկրաինական կողմին բանակցային գործընթացը խոչընդոտելու համար։ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը շեշտել է, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, իսկ բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը։ Գեորգի Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունն այս տարի արդեն մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ հանդիպելու ռուսական պատվիրակության հետ։ Սակայն ցավոք Մոսկվան ուղարկել է ցածր մակարդակի պաշտոնյաների, որոնք անդադար նույն վերջնագրերն են ներկայացրել եւ որոշում ներկայացնելու իրավասություն չեն ունեցել, հավելել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։ Նրա խոսքով պատրաստ են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել եւ բանակցել հրադադարի շուրջ։ Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում որոշակի դժվարություններ կան, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանն ընդգծել է հակամարտող կողմերի միջև արդար եւ երկարատև խաղաղության կարեւորությունը։ Անկարան կշարունակի նպաստել բանակցություններին, հավելել է դիվանագետը։ Ֆիդանն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ Ստամբուլում նոյեմբերի 3-ին նախատեսված է հրադադարի հարցով հերթական հանդիպումը։ Ըստ Ֆիդանի, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան վճռական քայլեր է ակնկալում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում։ Մենք բազմիցս ասել ենք, պահն է, որ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանան, հաշվի առնելով երկարաժամկետ ընդհանուր շահերը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արտահայտել է այս հարցում իր քաղաքական կամքը, ընդգծել է արտգործնախարարը։ ԱՄՆ նախագահը հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան ուժերն առաջիկայում հարձակվելու են Վենեսուելայի ռազմական օբյեկտների վրա։ Այդ մասին նա հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը որոշել է թիրախավորել Վենեսուելայի ռազմական օբյեկտները, օդանավականները եւ նավահանգիստները, դադարեցնելու Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը, ինչպես նաեւ ազատվելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոից։ Վենեսուելայի իշխանությունն էլ համոզված է, որ Վաշինգտոնն օգտագործում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեզը որպես պատերազմի եւ Մադուրոին չեզոքացնելու պատրվակ։ Չնայած Թրամփի հայտարարությանը, որ Կարակասի հետ հակամարտելու ցանկություն չունեն, Վենեսուելայի ափերից 15 կիլոմետր հեռու գտնվող Տրինիդադ եւ Տոբագոյի հանրապետության ինքնապաշտպանության ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի։ Տանզանիայում նախագահի ընտրության ֆոնին արդեն 3 օր է զանգվածային ցույցեր են, ընդդիմությունը մեղադրում է 2021 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամիա Սուլուհին իր երկու հիմնական հակառակորդների իրավունքները ոտնահարելու եւ ընտրությունների արդյունքները կեղծելու փորձի համար։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ այլ միջոցներ են կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Արևմտյան ԶԼՄ-ները վկայակոչելով Տանզանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության աղբյուրը հայտնում են, որ բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թիվը կարող է հասնել 700-ի։ Reuters-ի տեղեկությամբ երկրի տարբեր մասերում անջատվել է համացանցը, պարետային ժամը երկարաձգվել է։ ՄԱԿ-ը կոչ է արել Տանզանիայի անվտանգության ուժերին զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, հորդորելով Տանզանիայի իշխանությանը զսպվածություն ցուցաբերել եւ հարգել խոսքի ազատությունը։ Նարեկացի արվեստի միության ռոտոնդա թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացմամբ շրջում է ամբողջ Հայաստանում։ Տավուշյան Կանգառը Դիլիջանի կենտրոնական դպրոցում էր։ «Իմ սրտի տունը» մարդկային ամենատարբեր հույզերի մասին է, հույզեր, որոնք ապրում են յուրաքանչյուրի սրտում եւ հենց միայն մեզնից է կախված, թե դրանցից որը կարտացոլվի միջավայրում։ Ռոտոնդա թատերախումբը մի շատ հետաքրքիր ճամփորդություն է սկսել մարզից մարզ, սրտից սիրտ, ծնվելով Նարեկացի արվեստի ափիչափ բեմահարթակում, հիմա արդեն տեղ է գտնում մարզերի եւ թատրոնի դահլիճում եւ դպրոցներում, տեղ գտնելով բոլորի սրտի մեջ, մի շատ կարեւոր ասելիք իր մեջ պահած։ Երեխաների աշխարհում չկան տարբերություններ։ Ցանկացած երեխա
աներևակայելի թռիչքի տեր է, ընդհանրապես պետք է թույլ տալ, հնարավորություն տալ, որ նա թևերը բացի ու ճախրի։ Բարություն ու կարեկցանք, թե չարություն ու նախանձ, ում ենք տեղ տալիս մեր սրտում։ Մտորումներ առաջացնող ներկայացման ուղերձն ավելի իրական դարձրին Ռոտոնդա պատանեկան երիտասարդական ներառական թատերախմբի սաները։ Թատերախումբը խոսքի, հնչյունի ու ժեստերի միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները, ոչ ֆորմալ ինտերակտիվ եղանակով մասնակից դարձնելով իր հանդիսատեսին։ Այդ թեմաների կարիքը միշտ կա, որովհետև մարդիկ չար են, նախանձ են, բարությունը մարդկանց մեջ քշացել է։ Ես կուզեմ, որ ես, իմ ընկերները, հայ իմ կերպարների մասին է խոսքը, չլինենք մարդկանց կյանքում։ Իսկ քո սրտում ով տեղ ունի։ Բարությունը, կարեկցանքը, այն ամենը, ինչ կապված է լավ զգացողությունների հետ։ Ախր ես չգիտեմ, թե ինչ է ուրախությունը։ Ուրախությունը հավատարի ինքեր, ստակ բան, երբ զգաս, թե ինչ բան։ Ես այս ներկայացումից սովորել եմ խելացի լինել, բարի ու ազնիվ մարդ լինել, սիրել իմ ընկերներին։ Այս տարվա աշնանը Ռոտոնդա թատերախումբը իմ սրտի տունը ներկայացումով նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի բոլոր մարզերում, մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին եւ խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։ Ամեն մի ներկայացում իր սրտի գաղտնիքներն ունի, այսինքն չար թե բարի կապ չունի, վերջում չարը դառնում է միշտ բարի, մարդիկ կան, որ շատ ուզում են բարիանան։ Ռոտոնդա թատերախմբի երիտասարդ դերասանները իրենց անկեղծ խաղով ու վառ արտահայտչամիջոցներով ամբողջությամբ ցույց տվեցին, թե որքան կարևոր է համերաշխությունը, ներառականությունն ու միմյանց ընդունելը անկախ մեր տարբերություններից։ Եվ այո, մենք բոլորս ապրում ենք նույն աշխարհում, որտեղ ամեն մեկը կարող է մի փոքրիկ փոփոխություն բերել, սկսելով ինքն իրենից։ Հոկտեմբերի 22-ին կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Սյունեցի падգամավոր Դավիթ Դանիելյանը բարձրաձայնեց Կապանի մարզադաշտը հանրային գերակա շահ ճանաչելու հարցում ձգձգումների խնդիրը։ Նախորդ տարի երևի հունիսին, հանրային գերակա շահ ճանաչվեց Կապանի մարզադաշտը, բայց կարծես թե գործընթացները դանդաղ են առաջ գնում, կուզենայի տեղեկատվություն հաղորդեին կառավարության գործընկերների մարզադաշտի մասով, հաշվի առնելով նամանավանդ, որ Կապանում ֆուտբոլի հանդեպ ուշադրությունը մեծանում է, կարևորում եմ նաև, որ հնարավորինս շուտ այդ հարցը հասնի իր դրամաբանական ավարտին, հաշվի առնելով նաև, որ Կապանում կա պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Սյունիք ֆուտբոլային ակումբը, որը լավ արդյունքներ է ցույց տալիս առաջի խմբում Հայաստանի ֆուտբոլի առաքելության եւ մարզադաշտի խնդիրը լուծելուց հետո հնարավորություն կունենան Կապանում վերջապես տարիներ անց բարձրագույն խմբի առաջնության խաղեր դիտել։ Շնորհակալություն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով հարցին նշեց, նմանատիպ դժվարություն եղել է նաեւ Վաղարշապատի մարզադաշտի կառուցման հարցում, բայց այն հաջողությամբ լուծվել է եւ կարող է նախադեպ հանդիսանալ Կապանի համար։ Առաջնահերթությունը Կապանում ունենալ արդիական եւ պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ իսկապես հրատապ է։ Պրոցեսները ընթացել են հետեւյալ տրամաբանությամբ, գնահատվել է գույքը եւ այդ գույքի գնահատման արդյունքների հետ կապված կադաստրի կոմիտեի գործընկերները որոշակի խնդիրներ են բարձրացրել եւ հիմա ըստեյության գտնվում ենք այս գույքի գնահատված արժեքի ճշգրտման փուլում։ Դավիթ Դանիելյանին կառավարության գործընկերների հետ քննարկումներից օրեր անց հանդիպեցինք Սյունիքի դարպասների Սիսյանի զանգերի մոտ։ Падգամավորի խոսքով աշխատանքներն ընթացքի մեջ են կամ փաստաթղթային հարցեր, որոնց կարգավորմանն անմիջապես հետևելու է Կապանի մարզադաշտի արդիականացումը։ Մի շատ կարևոր հարց ունենք։ Մենք մարզում չունենք մեծ մարզադաշտ։ Նախ չհաշված նրան, որ մենք հեռու ենք ապրում մայրաքաղաքից, որտեղ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ են իրականացվում միջազգային, այդ թվում կոնֆեդերացիաների լիգայի, չեմպիոնների լիգայի, ազգային հավաքականների, նաև հեռու է մարզը եւ երկրորդ իմաստով նաև մենք տեղում ունենք մարզադաշտ, որը հնարավորություն է տալիս վերանորոգման արդյունքում որոշակի խաղեր անցկացնել, օրինակ երիտասարդական հավաքականի, բայց մարզադաշտը քանի որ որոշակի թղթաբանության հետ կապված հարցեր ունի, դանդաղում է, մեզ պետք է հնարավորինս շուտ լինի,
մարզադաշտի թղթաբանությունը, ինչու, որովհետև այսօր առաջին խմբում ունենք Սյունիք ֆուտբոլային ակումբ, որը բավականին լավ արդյունքներ է տալիս եւ ունի սյունեցիներով համալրված թիմ, որը շատ կարևորում է։ Պատգամավորի խոսքով Սյունիք ակումբի ֆուտբոլիստների համար նորոգված մարզադաշտը կարող է լրացուցիչ մոտիվացիա հանդիսանալ։ Շեշտում է, մարզի բոլոր համայնքներում ժամանակակից մարզադաշտ ունենալ նորվա հրամայական է եւ դրանցից յուրաքանչյուրի համար աշխատանք է տարվում։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում ֆուտբոլին եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին իմ խնդրանքով հրավիրել եմ եւ իմ խնդրանքով կայցել են Սյունիք մոտ օրս, նաեւ Սյունիք ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենը մեր հետ միասին կուղեկցի կշրջենք Սյունիք ֆուտբոլային ակումբի մարզադաշտերով, գլխավոր մարզիչը հավաքականի կշփվի երեխաներ եւ մարզիչների հետ։ Ես այդպիսի փորձի փոխանակումը աննախադեպ եմ համարում եւ կարեւոր ֆուտբոլի զարգացման իմաստով։ Նաեւ պայմանավորվածություն ունենք Ագարակի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի հետ Ագարակի մարզադաշտ գնալ եւ Ագարակի պղնձամոլիդանային կոմբինատի գործադիր տնօրենը Ալեքսանդր Բելայովը նույնպես մեզ կմիանա եւ կքննարկենք նաեւ Ագարակի մարզադաշտի հնարավոր փուլային վերանորոգման հարցը։ Սյունիք ակումբը ֆուտբոլի խմբակներ ունի մարզի բոլոր համայնքներում։ Մարզադաշտերի վիճակը սակայն ոչ ամենտեղ է բավարար։ Գորիսում միջազգային կազմակերպությունների օգնությամբ կառուցվում է նորը, Մեղրիում եւ Ագարակում դրանք վերանորոգման ու վերազինման կարիք ունեն։ Սիսյանն ունի լավ կահավորված մարզադպրոց։ Կապանի մարզադաշտը վերջերս է վերանորոգվել։ Լոգարաններ, սանհանգույց, մերսման ու բժշկական սենյակ, գեղեցիկ տրիբունա։ Բայց Սյունիք ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի խոսքով միջազգային հանդիպումներ ընդունելու համար կան սահմանված հստակ պահանջներ։ Որպեսզի բարձրագույն խմբի խաղեր տեղի ունենա մարզադաշտում, նախ առաջինը պետք է լինի որակյալ խոտածածկ, պետք է հանդերձարանները լինի առանձին, որպեսզի թիմերը մրցակիցները իրար չտեսնեն եւ մրցակից թիմերը մրցավարներին չհանդիպեն, այդ ենթակառուցվածքները շատ կարեւոր է։ Պետք է լինի բժշկի առանձին սենյակ, պրես կոնֆերանսի առանձին սենյակ, դոպինգ ստուգման առանձին սենյակ պետք է լինի եւ տրիբունան պետք է ունենա կիսով չափ գոնե ծածկ։ 2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու են Հայաստանն ու Վրաստանը։ Հնարավոր է, որ սյունեցի հանդիսատեսը ֆուտբոլային այդ իրադարձությանը հետևի հենց Կապանում, եթե ունենանք ժամանակակից մարզադաշտ։ Վարդենիս քաղաքի երիտասարդության 6 հասցեի բնակիչները դեռ 3 ամիս առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց բակը բարեկարգ կլինի, երեխաները խաղալու ընդարձակ տարածք կունենան։ Շինարարի երես երբևէ չտեսած բակն այս տեսքն ունի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրով։ Ես բակի բնակիչ եմ, դե կար ժեշտից տնագները, անպիտանացու, հաճույք էր պատճառում, ներկայությամբ մի քանդվավ, վերացավ, ասֆալտապատումը կատարվավ, հիանալի աշխատանքներ կատարեցին, երեխեքները մի կերպ նեղ անկյուններով ստեյս վազում են, իմի լայն, մեծ բակ է, մեքենաները իրանց տեղերը կայնում են։ Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագիրն ընդգրկում է 10 բազմաբնակարանների բակերի բարեկարգում, 78 միլիոն դրամ արժեքով շինաշխատանքները 4 բակում արդեն ավարտվել են, 6-ում դեռ ընթացքի մեջ են։ Կոնկրետ այս 6 բակերի ընդհանուր արժեքը կազմում է 85 միլիոն 764 հազար դրամ, որից 50% ներդրումը իրականացնում Հայաստանության կառավարությունը, 50% համայնքի մասնաբաժինն է։ Եթե այս տեմպերով շարունակենք, 1-2 տարվա ընթացքում Վարդենիս քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի բակերը կասֆալտապատվեն, ունենք թվով 43 բազմաբնակարան շենք Վարդենիս քաղաքում։ Բակերի բարեկարգումը սկսել են կոյագծերի փոխարինման եւ թարմացման աշխատանքներով, որպեսզի հետագայում ասֆալտը քանդելու անհրաժեշտություն չլինի։ Շինաշխատանքների ընթացքում ապամոնտաժվում են նաև ապուրինի ավտոտնակներն ու օժանդակ կառույցները։ Հենց դրա հաշվին են ընդարձակվում բակային տարածքները։ Այս պահին կոնկրետ որ գտնվում ենք այս Ազգադյան փողոցի բազմաբնակարան շենքի բակում, թվով 7-ից 8 ապուրինի ավտոտնակներ են ապամոնտաժվել, տարածքը ազատվել է, կառուցվում է նաև խաղահրապարակ, երեխաների, մեր երիտասարդների նաև զբաղվածության կենտրոններ են լինելու։ Շինարարության ընթացքը նորմալ է, ժամկետների հետ կապված, որակի հետ կապված խնդիր չունենք։ Շինարարության մոտ 70%-ը վերջացրել ենք։ Մի մնացել է 2 շենքին, հողային աշխատանքներ են կատարում, խիճի նախապատրաստական շերտով, մի 20 օրից վերջացնելու ենք ասֆալտապատումով։ Բարեկարգվող բակերի բնակիչներն անհամբերությամբ սպասում են շինաշխատանքների ավարտին։
վերջապես ազատվելու են փոշուց, ջրափոսերից, ունենալու են զբոսանքի, խաղերի ու հանգստի համար ընդարձակ տարածք։ Ստե շարժ չէր ելնում։ Երեխեքը չէին կարող միշտ էին խաղային։ Հիմի այս կողքի շենքերը որ արել են, չէ, այնց հաճույք է, այնց լավ է։ Սպասում ենք, որ մեր տարածքն էլ մաքրվի, ասֆալտապատվի, խաղահրապարակով, ամեն ինչով։ Այս շենքում եմ ապրում, այս շենքը առաջ սա գարաժ էին սարքած, երեխաներին խաղալու տեղ չկար։ Իսկ հիմա շատ լավ է, քանդում են, խաղահրապարակ են սարքում, երեխաները խաղան, էլ չեն գնա ուրիշ տեղ։ Մենք մեր հայաթում մեր աչքի առաջ մեր երեխաները խաղան։ Շինարարները խոստանում են, բարեկարգվող 6 բակերը բնակիչներին կհանձնեն հոկտեմբերի վերջին։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը գողացել են Վիկտոր Համբարձումյան փողոցի իրենց շենքի բակում կայանված իր BMW-ի զույգ կողային հայելիների ապակիները, պատճառելով 200,000 դրամի վնաս։ Նա հայտնեց նաև, որ ավտոմեքենայի դիմապակուն թողել են տելեգրամյան հասցեով թերթիկ։ Շուտով ստացվեց նմանատիպ ևս 3 ահազանգ։ Գիշերը գողացել էին նաև նույն փողոցում կայանված Subaru եւ Ադոնցի փողոցում կայանված Hyundai Elantra ու Toyota Magnus-ի մեքենաների հայելիների ապակիներ, կրկին թողնելով տելեգրամյան նույն հասցեն։ Հաղորդումները փոխանցվեցին համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս հանցագործությունները սակայն արդեն բացահայտված էին։ Մայրաքաղաքի պարեկներն առավոտյան ժամը 5:50-ին Թոթովենցի փողոցում կանգնեցրել էին Opel Magnus-ի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում վարորդը ցանկացել էր ինչ-որ բան թաքցնել գրպանում։ Արգելված իր պահելու կասկածանքով պարեկները ձերբակալել եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Նորնորքի բաժին են տեղափոխել Մայրաքաղաքի Բաղյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք ու կնիկվել։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով 2 դանակ, բջջային 4 սեռախոս եւ այդ գիշեր Արաբկիր վարչական շրջանում թալանված ավտոմեքենաներին փակցրած տելեգրամյան նույն հասցեով 9 թերթիկ։ Նորնորքի համայնքային ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ 43-ամյա տղամարդը շորտման նպատակով ավտոմեքենաներից գողություն է կատարել նաև իրենց սպասարկման տարածքում։ Ավան եւ Նորնորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։